Խանութներից մեկի ջարդված ապակու կտորներն են թափված գետնին մետրոնոմ առևտրի կենտրոն տանող գետնանցումում։ Հերթական ռազմորկան է եղել Երևանի կենտրոնում օրը ցերեկով։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է հայտնում, որ Աբովյան փողոցի 25 շենքի մոտակա տարածքից 3 մարդ են տեղափոխել տարբեր հիվանդանոցներ։ Երկուսը անչափահաս են, նրանցից մեկը սուր կտրող ծակող գործիքից ստացած վերքով։ Ահավոր էր, естественно։ Մետրոնոմի աշխատակիցները ասում են կրակոց որևէ այլ ձայն չեն լսել։ Գետնանցումի մոտ Աբովյան 25 շենքի տակ գործող խանութների աշխատակիցներն էլ չեն տեսել, թե ինչ է կատարվել։ Հարց ու փորձ անելով են իմացել։ Շամշյանը ավելի վաղ հայտնել էր, որ ատրճանակի դետալել է հայտնաբերվել գետնանցումի աստիճաններին։ Կրակոցների մասին իմացել եմ արդեն ամենավերջում, նոր իմացել եմ, որ սկզբում էլ կրակոցներ ա եղել, նոր այդ ամեն ինչը, իսկ այդ անցորդները ուղղակի ասել են, որ դպրոցական երեխեք ուղղակի ինչ-որ կռիվ են արել ու դանակահարել են։ Ով է մեղավոր, որ մարդիկ իրենց անվտանգ չեն զգում Երևանում, ինչու են անչափահասներն սկսել բռնությամբ լուծել իրենց հարցերը մարդաշատ փողոցներում։ Առաջին հերթին ծնողին կարող եմ մեղադրել այդ հարցում, երևի լավ չեն հետևում, չեն հետաքրքրվում, երեխայի հետ չեն զրուցում հոգեբանական եւ մտերմիկ։ Սրիկայությունը ինչ գտա։ Կարգ ու կանոնի բացակայություն։ Երկում հասցողության արդյունք է։ Այսօր ամեն ինչ լսում ենք, խայտառակությունը ու մենք նկատում ենք, որ օրորի գնալով մենք հասկանում ենք, որ մենք անվտանգ չենք, մենք մեր քաղաքում անվտանգ չենք։ Կարող ենք մեր երեխաները ամեն րոպե հանդիպեն նման փորձանքի, իհարկե այդ ոստիկանները, որ հարյուրներով, հազարներով պահում են այսօրվա իշխանությունը, պետք է նախ եւ առաջ դրա մասին մտածեն ու կանխարգելեն նման հանցագործություն։ Քննչական կոմիտեում վարույթ կա նախաձեռնված խուլիգանության հոդվածով, որը կատարվել է զենքով կամ նախապես պատրաստված առարկայով։ 5 մարդ է ձերբակալվել։ Լիլիթ Սարգսյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։